Բարի լույս սիրելիներ, թող Տիրոջ սերն ու խաղաղությունն ամենքիդ պահապան լինի։ Շատ հաճախ ենք լսում եւ մարդիկ ասում են, որ կարդում ենք Աստվածաշունչը, բայց ոչինչ չենք հասկանում։ Ինչու՞, որովհետեւ քողի պես ծածկված է, կամ ինչպես Սուրբ Գիրքն ամեն անգամ մեզ հուշում, մեր սրտերն են ծածկված քողի տակ, որպեսզի մեր սրտերը կարողանանք բացվել եւ հասկանալ, թե ինչ է նշանակում այս ընթերցումը, ինչի համար է այդ պատգամը մեզ ուղված, մենք պիտի կարողանանք քայլ կատարել դեպի Հիսուս Քրիստոս։ Հին կտակարանը շատ կարևոր էր այն ժամանակ մարդկանց համար, օրենքներն էր, պատվիրաններն էր, Աստծո ծրագիրն էր եւ այն նման էր լուսնի, բայց երբ որ Արեգակը Հիսուս Քրիստոս եկավ, այդ լուսինը խամրեց եւ շատ կարևոր է մարդու համար նոր ուխտը, թե մենք նոր ուխտով ինչպես ենք կապված Աստծո հետ եւ նոր ուխտը ինչ պատգամ ունի։ Հին ուխտը հնանում է, բայց նոր ուխտը երբեք չի հնանում, քանի որ այն հավիտենական է, որովհետեւ մեր փրկության ծրագիրն է։ Եվ որpիսի մարդը կարողանա հասկանալ հին ընթերցումները, թե ինչ էր այդ ամբողջ պատվիրանները, նախ պետք է սիրտը բացի Հիսուս Քրիստոսի առջև։ Տեսնենք ինչ ունի այսօր մեզ փոխանցելու Պողոս առաքյալը Կորինթացին ուղղված իր երկրորդ նամակի 3-րդ գլխի մեջ։ Տեսնենք ինչ ասում առաքյալը մեզ։ Բայց նրանց միտքը կուրացավ, քանի որ մինչև այսօր նույն քողը ձգված է մնում հին կտակարանի ընթերցվածների վրա եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջով է վերացվելու։ Եվ մինչև այսօր, երբ Մովսես են կարդում, նույն վարագույրը մնում է նրանց սրտերի վրա։ Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագույրը կվերացվի, որովհետև Տերն ինքը հոգին է, ուր որ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Տեսնենք սիրելիներ, թե ինչ այս ամենը խորհրդանշում մեզ համար։ Շատ հաճախ մարդիկ կարդում են, բայց ոչինչ չեն հասկանում։ Հրեաները սովորություն ունեին իրենց ժողովարաններում ամեն շաբաթ օր հավաքվել եւ ընթերցել հին ուխտից մի փոքրիկ հատված Մովսեսի օրենքներից կամ մարգարեություններից։ Բայց քանի որ իրենք անհավատ էին, չէին հավատում, այն ընթերցումները կարդում ու բացատրում են իրենց համար, այդպես էլ չհասկացան, եւ դա էր պատճառն է, որ նրանք Քրիստոսին չճանաչեցին եւ չհասկացան, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի փրկիչն է, Մեսիան է, ով եկել էր մարդկանց ազատագրելու։ Եվ այդպես էլ յուրաքանչյուր մարդ, քանի դեռ ինքը Հիսուսով բացված չէ, իր սրտի վրա այդ քող, այդ ծածկոցը մնում է եւ նա Սուրբ Գիրքը կարդում ու ոչինչ չի հասկանում։ Միայն Հիսուս Քրիստոսին հավատալով, վստահելով կարող ենք յուրաքանչյուր խոսքի, բառի խորհուրդը հասկանալ, եւ եթե հասկանանք, Տիրոջ հոգին մեզ ազատություն կտա։ Տերը հոգին է, եւ այդ հոգով մենք ազատվում ենք ապականությունից, մեղքի ծառայությունից, մահվան երկյուղից, մեր բոլոր մեղավոր կապանքներից, որով կապված ենք այս աշխարհի մեջ։ Հիսուս Քրիստոս բերում է մեզ այն ազատությունը հասկանալով, որ մենք հավիտենականության ենք պատկանում։ Մեզ համար այլևս չկա անցյալ, ներկա, ապագա, այլ մենք միշտ ներկայի մեջ ապրում ենք Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ եթե մենք ուզում ենք Հիսուս Քրիստոսի հետ լինել, պիտի նաև աղոթքով խնդրենք, որ Տերը բացի մեր սրտերի վրայից այդ ծածկոցը հանի, որպեսզի կարողանանք հասկանալ։ Հին կտակարանի օրենքները շատ կարևոր էին մարդկանց համար, բայց այդ օրենքները մարդուն մահ են պատճառում, որովհետև երբ որ մեղանչեցիր, օրենքը քեզ մահվան է դատապարտում, բայց երբ որ մենք մեղանչում ենք, Հիսուս Քրիստոս մեզ մահվան չի դատապարտում, որովհետև Տիրոջ նպատակը մեկն է, որպեսզի մենք դարձի գանք, ապաշխարենք եւ փրկվենք։ Եվ թե մեր փրկության ծրագիրը նոր ուխտով տրված է մեզ, ուրեմն պիտի այդ ծրագիրը հասկանալու համար մոտենալ Հիսուս Քրիստոսին, որպեսզի երբևէ չկասկածենք, որպեսզի երբեք թերահավատ չլինենք, վատասիրտ չլինենք, այլ հասկանանք, որ մեր փրկիչը եւ մեզ առաջնորդողը Հիսուս Քրիստոս ինքն է։ Նա է հոգին, նա է ազատություն բերողը, եւ այդ հոգով է, որ մենք պիտի կարողանանք ապրել։ Եվ մեր հոգին է, որ պիտի աղաղակի ասի. Աբբա, Հայր։